Հայաստանում համայնքային քարտեզի հերթական փոփոխությունն է նախապատրաստվում։ Կառավարությունն առաջարկում է միավորել 9 համայնք եւ դրանց փոխարեն ստեղծել 3 խոշոր կառավարման միավոր։ Խոսքը վերաբերում է Լոռու, Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերին։ Եթե նախագիծը ընդունվի, Ստեփանավանը, Գորիսն ու Եղեգնաձորը կդառնան նոր խոշորացված համայնքների վարչական կենտրոններ, համախմբելով շուրջ 8 տասնյակ բնակավայրեր։ Այս փոփոխության արդյունքում հանրապետությունում համայնքների թիվը կկրճատվի եւս 6-ով։ Կառավարությունը գործընթացը ներկայացնում է որպես տեղական զարգացման խթանող քայլ, պնդելով, թե խոշորացումը կուժեղացնի համայնքների ֆինանսական հնարավորություններն ու կառավարման արդյունավետությունը։ Եկեք արձանագրենք մի բան, որ մենք չունենք գեթ մեկ դեպք, երբ որ համայնք խոշորացրած լինենք, հետո ասենք, վայ, այս ինչի սենց արեցինք։ Պետք էր չանել սա։ Ընդհակառակը, մենք առանց բացառության բոլոր դեպքերում տեսնում ենք շատ կոնկրետ ազդեցություն համայնքի եւ բնակավայրերի կյանքի սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա։ Ուրիշ բան որ չվերցնենք, խոշորացված համայնքների սուբվենցիոն կարողությունները էականորեն եւ անգամներով մեծանում են։ Մասնագետները, սակայն, այս գնահատականների հետ չեն համաձայնվում։ Նրանց համոզմամբ խնդիրը միայն ֆինանսական միջոցների չափը չէ, իրավապաշտպանները հիշեցնում են, որ իրավական տեղական ինքնակառավարումը չափվում է ոչ թե գումարի քանակով, այլ իշխանության ապակենտրոնացման մակարդակով։ Վերջին տարիներին, ըստ մասնագետների, տեղի ունեցած փոփոխությունները հակառակ ուղղությամբ են շարժվել, ավելի շատ լիազորություններ կենտրոնացնելով պետական կառույցների ձեռքում։ Մենք ունենք խնդիրներ կապված գումարների բաշխման հետ, այսինքն ստացվում է այնպես, որ համայնքի ավականին հայեցողական որոշում է, թե որ տարում որ համայնքում է ինքը ֆինանսական ներդրումներ կատարում, այսինքն երբեմն համամասնությունը չի ապահովում։ Հայաստանում համայնքային բյուջեները կազմում են պետական համախառն բյուջեի ընդամենը 8-ից 10%-ը։ Մինչդեռ եվրոպական երկրներում տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական մասնակցությունը հաճախ հասնում է 40-ից 50%-ի։ Եթե օրենքի փոփոխությունը վերջնականապես ընդունվի, ապա արդեն այս տարվա աշնանը խոշորացված համայնքներում կանցկացվեն հավաքանուն ընտրություններ նոր կազմով եւ նոր վարչական սահմաններով։ Սակայն բաց է մնում հարցը, արդյոք այս փոփոխությունները կբերեն իրական զարգացման, թե ընդամենը հերթական վարչական վերաձևումներն են։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։